Մինչ օրս առեղծվածային մնացած պայմաններում 1921 թվականի հուլիսի 5-ին ընդունվել է մի նոր որոշում, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը մտցվել է Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Ես ուզում եմ մանրամասնել այդ որոշումը երկու կետից հիմնականում բաղկացած որոշում է, այնտեղ մի քանի կետեր կան, բայց առանցքայինը երկու կետերն են, որտեղ ասում է հետևյալը. Հաշվի առնելով ստորին եւ վերին Ղարաբաղի տնտեսական կապվածությունը, նրա կապվածությունը Խորհրդային Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղը մտցնել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Եվ երկրորդ, հանձնարարվել է Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությանը ձևավորել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի քարտեզը, սահմանները եւ ներկայացնել Կովկասյան բյուրոյի հաստատման։ Հիմա ինչ է տեղի ունեցել դրանից հետո, կամ ինչ է արել Խորհրդային Ադրբեջանի կենտրոնական գործադիր կոմիտեն։ 1923 թվականի հուլիսի 7-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, կենտրոնական գործադիր կոմիտեն ընդունել է դեկրետ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ձևավորելու մասին։ Բայց ինքնավարությունը տարածել է ոչ թե ամբողջ Լեռնային Ղարաբաղի վրա, այլ նրա մի մասի վրա։ Այսինքն ոչ թե ամբողջ աշխարհագրորեն եւ պատմականորեն Լեռնային Ղարաբաղ համարվող միավորի վրա, այլ նրա մի հատվածի վրա։ Դիտավորյալ կամ միտումնավոր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից դուրս թողնելով Շահումյանի, Քարվաճառի, Քաշաթաղի, Կովսականի, Ջրականի, Վարանդայի, Ակնայի, ուրեմն շրջանները։ Եվ ուրեմն ինքնավարությունը ձևավորել է Լեռնային Ղարաբաղի մի փոքր հատվածի վրա։ Երկրորդ, արդեն գնացել է ուրեմն երկրորդ քայլով, երկրորդ հրեշավոր քայլին, արդեն ծվատված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերջնականապես կտրելու համար Մայր Հայաստանից իրականացրել է երկրորդ հրեշավոր քայլը Արցախահայության եւ ընդհանրապես հայ ժողովրդի հանդեպ։ 1921 թվականի հուլիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Խորհրդային Հայաստանի միջև գտնվող տարածքում ձևավորել է արհեստականորեն Կարմիր Քուրդիստան կոչվող քրդական գավառը։ 6 տարի անց 1929 թվականի ապրիլի 8-ին լուծարել է այդ Կարմիր Քուրդիստանը եւ դրա տեղում ձևավորել է Խորհրդային Ադրբեջանի 3 վարչատարածքային միավորները, որոնք են դրանք՝ Քարվաճառի, Լաչինի եւ Կուբատոյի։ Եվ այսպես Լեռնային Ղարաբաղը արդեն նաեւ ծվատված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է իր համար օտար եւ խորտ միջավայրում եւ այդտեղ գտնվել ավելի քան 65 տարիներ։